Երբևէ զգացել ես, որ հավատքդ կա, բայց ներսումդ դեռ ինչ-որ բան թերի է։ Աղոթում ես, բայց խաղաղությունը խորհրդային չէ։ Հավատում ես, բայց կայունությունը երբեմն տատանվում է։ Պողոս առաքյալը հենց այս վիճակի համար է ծնկի գալիս աղոթքի մեջ։ Այսօր Եփեսացիներին ուղղված նամակի 3-րդ գլխում մեզ ցույց է տրվում, թե ինչպես է Աստված հավատացյալին բերում ներքին ուժից մինչև հոգևոր հասունություն։ Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի հոր առաջ, որից անվանվում է ամեն ազգատոհ երկնքում եւ երկրի վրա, որպեսզի ձեզ ըստ իր փառքի մեծության զորություն տա իր հոգու միջոցով ներքնապես ամրանալու եւ ձեր հավատի միջոցով Քրիստոս բնակվի ձեր սրտերում եւ դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ինչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը։ Ճանաչել Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն իմացություն, որպեսզի լցվեք Աստծո ամբողջական լիությամբ, ուրեմն փառք նրան, ով մեր մեջ իր ներգործող զորությամբ կարող է առատությամբ անել ավելին, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք եւ մտածում։ Փառք նրան եկեղեցու մեջ Քրիստոս Հիսուսով, սերնդեսերունդ հավիտյանս հավիտենից ամեն։ Արդ ես Տիրոջ համար բանտարկյալս աղաչում եմ ձեզ, որ ապրեք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին Աստված ձեզ կոչեց, ամբողջական խոնարհությամբ, հեզությամբ ու համբերատարությամբ, հանդուրժելով միմյանց սիրով, ջանալով պահել հոգու միությունը խաղաղության կապով։ Մեկ մարմին եւ մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին Աստված ձեզ կոչեց, մեկ է Տերը, մեկ հավատը, մեկ մկրտությունը, մեկ Աստված, բոլորի Հայրը եւ բոլորի վրա եւ բոլորի միջոցով գործում է եւ մեր բոլորիս մեջ է, բայց մեզնից յուրաքանչյուրին շնորհ է տրված Քրիստոսի պարգևած չափով, ահա թե ինչու ասվում է, ելավ բարձունքները իր հետ գերիներ տարավ եւ պարգևներ տվեց մարդկանց։ Ելավ չի նշանակում, եթե այն, որ նախ երկրի ստորին կողմն իջավ, նա որ իջավ, նույն ինքն է, որ բարձրացավ բոլոր երկնքներից վեր, որպեսզի ամեն ինչ իրանով լցնի։ Նա ոմանց կարգեց առաքյալ, ոմանց մարգարե, ոմանց ավետարանիչ, ոմանց հովիվ ու ուսուցանող, պատրաստելու սրբերին իրենց ծառայության մեջ իր շինություն Քրիստոսի մարմնի, մինչև բոլորս հասնենք հավատի միության եւ Աստծո որդու ճանաչության կատարյալ մարդու Քրիստոսի լիակատար հասունության չափի։ Ամեն։ Պողոս առաքյալը գրում է. այս պատճառով ծնկի եմ գալիս հոր առաջ։ Ուշադրություն դարձրու, մեծ առաքյալը չի սկսում հրամաններով, նա սկսում է աղոթքով։ Սիրելի բարեկամ, հոգևոր աճը սկսվում է ոչ թե ջանքից, այլ շնորհից ստացած զորությունից։ Առաքյալը խնդրում է 3 բան. ներքին մարդու զորացում, զորացնե ձեզ իր հոգով ներքին մարդու մեջ։ Աստված նախ ներսն է ամրացնում, հետո արտաքին կյանքը։ Ամեն օր հարցրու քեզ, ես այսօր ինչպես եմ սնուցանում իմ ներքին մարդուն։ Աղոթք Սուրբ գրքի ընթերցում, լուռ ժամանակ Աստծո հետ, առանց սրանց հավատքը մակերեսային է մնում։ Արմատավորված եւ հիմնացած սիրո մեջ Պողոսը օգտագործում է 2 պատկեր՝ արմատներ եւ հիմք։ Սա նշանակում է, քո հավատքը պետք է խոր նստած լինի սիրո մեջ։ Հոգևոր վտանգը շատերը փորձում են լինել գիտելիքով ուժեղ, ծառայությամբ ակտիվ, խոսքով ազդեցիկ, բայց առանց սիրո արմատի այդ հավատքը երկար չի դիմանում։ Այս շաբաթ հատուկ քայլ արա սիրո մեջ, ներիր մեկին, այցելիր մոռացված մեկին, քաջալերիր ընկճվածին, սերը հավատքը դարձնում է կենդանի։ Առաքյալն ասում է, որպեսզի կարողանաք ըմբռնել, որքան լայն, երկար, բարձր եւ խոր է
Քրիստոսի սերը։ Սիրելի բարեկամ, քրիստոնեական կյանքի մեծագույն հայտնությունը սա է. դու ամբողջությամբ սիրված ես, ոչ մասամբ, ոչ պայմանով, այլ խաչի չափով, սիրով։ Եվ Պողոսը ավարտում է փառավոր խոսքով. նրան, որ կարող է անել առավել ևս։ Աստված սահմանապակ չէ քո պատկերացումներով։ Հիմա Պողոս առաքյալն անցնում է գործնական կյանքի։ Քայլեցեք արժանի այն կոչմանը, ուշադրություն դարձրու, հավատը միայն ներսի փորձառություն չէ, այն դառնում է կյանքի ոճ։ Նա թվարկում է միասնության չափանիշները՝ խոնարհություն, հեզություն, համբերություն, սիրով հանդուրժում։ Եկեղեցին ամենից շատ չի վնասվում դրսից, այլ ներսի բաժանումներից։ Այսօր որոշում ընդունիր։ Չպահել վիրավորանք, չսրել վեճերը, լինել հաշտարար, ոչ թե կրակ բորբոքող։ Դու կարող ես լինել միասնության գործիք։ Պողոսը հիշեցնում է. Քրիստոսը եկեղեցուն տվել է ծառայություններ, առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ, վարդապետներ, բայց ուշադրություն դարձրու նպատակին։ Ոչ թե դիրք տալու, ոչ թե փառք հավաքելու, այլ սրբերին պատրաստելու ծառայության գործի համար։ Իսկական ծառայությունը մարդկանց Քրիստոսի մեջ հասունացնելն է։ Հատվածը հասնում է իր գագաթնակետին, մինչև հասնենք Քրիստոսի լրիվ հասակի չափին։ Սա է քրիստոնեական կյանքի նպատակը։ Ոչ միայն հավատալ, ոչ միայն եկեղեցի գնալ, այլ աճել մինչև Քրիստոսի նմանություն։ Այս շաբաթ փորձիր ամեն օր սնուցանել ներքին մարդուդ, աղոթք, Աստծո խոսք, մեկ կոնկրետ սիրո գործ անել, պահպանել միասնություն այնտեղ, որտեղ լարում կա, ծառայել ոչ թե երևալու, այլ հասունացնելու համար։ Ամեն իրավիճակում հարցնել. սա ինձ մոտեցնում է Քրիստոսի նմանությանը, թե ոչ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Աստված քեզ չի կանչել միայն փրկված լինելու համար, նա քեզ կանչել է արմատավորվելու, սիրո մեջ զորանալու, ներսից կառուցելու միասնություն եւ հասունանալու մինչև Քրիստոսի չափը։ Եթե այսօր քեզ փոքր ես զգում այս ճանապարհի համար, հիշիր առաքյալի խոսքը. Աստված կարող է անել առավել, քան դու խնդրում ես կամ մտածում։ Բացիր սիրտդ նրա զորության առաջ, արմատավորվիր սիրո մեջ եւ քայլիր դեպի հասուն հավատքի կյանք։ Սիրելի հետևորդներ, եթե հավանեցիք այս տեսանյութը, կարող եք մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքն ու տպավորությունները եւ տարածել, որպեսզի ավելի շատ քրիստոնյաներ տեսնեն ու զորանան, եւ կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։